Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը մտել է անդառնալի փուլ։ Նա ընդգծել է, որ ստորագրված համաձայնությունները պետք է ամրապնդվեն տնտեսական եւ ենթակառուցվածքային ծրագրերով։ Առանձնահատուկ շեշտ է դրվել թրիփ-տրանսպորտային միջանցքի նախաձեռնության վրա, որը պետք է Եվրոպան կապի Կենտրոնական Ասիայի հետ, Հարավային Կովկասով։ Փաշինյանի խոսքով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առանցքային լոգիստիկ հանգույց։ Լեհական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեփոխումներին եւ ենթակառուցվածքային նախագծերին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նրա խոսքով Բաքուն բավարար երաշխիքներ չի տեսնում կառուցողական օրակարգի համար։ Հայկական կողմում կարծում են, որ այդ որոշումը կարող է դանդաղեցնել քաղաքական մերձեցումը։ Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ երկկողմ դիվանագիտական շփումները շարունակվում են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսին ուղղված իր տարեկան ուղերձում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը, այն ներկայացնելով որպես ամերիկյան դիվանագիտության ձեռքբերում։ Նա ընդգծել է Վաշինգտոնի միջնորդական կարևոր դերը։ Թրամփի խոսքով Հարավային Կովկասը շարժվում է ավելի կայուն անվտանգության մոդելի ուղղությամբ։ Գարեգին երկրորդ ամենահայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ հոգեշնորհ Տեր Հովսեփ Աբեղա Հակոբյանը նշանակվել է Արգենտինայի հայոց թեմում ծառայության։ Նա ազատվել է Հառեջի Թրբանճյան հոգևոր ընծայարանում իր պարտականություններից։ Նշանակման մասին հայտնել է Մայրաթորի տեղեկատվական համակարգը։ Որոշումն ընդունվել է եկեղեցական ծառայության կարիքներից ելնելով։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը։ Քննությամբ հաստատվել է, որ նա 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ապօրինի հրահանգ է տվել բռնություն կիրառել ցուցարարի նկատմամբ։ Տուժածին պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, պաշտոնեական լիազորությունները անցնելուն դրդելու հոդվածով։ Նախաքննությունը շարունակվում է, իսկ մեղավորությունը դեռ պետք է ապացուցվի դատարանում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Կառավարության միջնորդությամբ կասեցվել է Վիոլա ջուրընկերության հրապարակած նոր գրաֆիկը։ Առաջիկա 2 շաբաթում ջրային կոմիտեն, ՀՑԿՀ-ն եւ ընկերությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կանցկացնեն։ Արդյունքում կներկայացվի բարելաված ժամանակացույց 2024-2025 թվականների համեմատ։ Լեհաստան պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վարշավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա ներկայացրել է հայ-լեհական հարաբերությունների զարգացման նպատակներն ու ակնկալիքները։ Վարչապետը խոսել է խաղաղության օրակարգի առաջմղման եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերին։ Փաշինյանը ներկայացրել է իրական Հայաստան գաղափարախոսության հիմնական սկզբունքները եւ պատասխանել ներկաների հարցերին։ Փաստաբան Ռոման Երիցյանի տեղեկացմամբ TikTok հարթակի օգտատեր Հայկ Եղյանը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ըստ փաստաբանի հաղորդումը ներկայացրել է քաղաքական կուսակցության ղեկավարներից մեկը։ Քննչական կոմիտեն քաղաքացուն ձերբակալել է եւ նա 2 օր գտնվում է պահման վայրում։ Գործը շարունակում է քննվել իրավապահ մարմինների կողմից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Մարտունիում ունեցած ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը լիովին վերահսկում է իր ինքնիշխան տարածքը։ Նա նշել է, որ վերջին որջը ոչնչացվել է եւ անջատողականներին պարտադրել են պատասխանատվություն կրել։ Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է, տարածաշրջանում ապահովել է ամբողջական հաղթանակ։ Նրա խոսքը կրկին ուղեկցվել է թշնամական հռետորաբանությամբ Հայաստանի հասցեին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած գործարարների հետ։ Նա ներկայացրել է քաղաքի զարգացման ուղղված ներդրումային ծրագրերը։ Քաղաքապետը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների եւ առաջատար տեխնոլոգիաների համար։
Կարևորվել են տրանսպորտային համակարգի արդիականացումը, թվային փոխակերպումը եւ GIS համակարգի ներդրումը։ Քննարկվել են նաև Նորագյուղի վերակառուցման եւ թափոնների կառավարման նախագծերը։